Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Առավոտի հարցազրույցը եւ այժմ Առավոտի տաղավարում է Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Վաղենակ Վարդանովը, շնորհակալություն Վաղենակ։ Բարև ձեզ։ Եթե մենք ասում ենք անվտանգություն, անվտանգության տակ մենք ինչ ենք հասկանում։ Սպառազինությունը, բանակը, դիվանագիտությունը, գուցե հասարակության կազմակերպվածությունը, ինչ ենք ընդհանրապես այդ կոմպլեքսի մեջ ընկալում։ Ինքը ընդհանուր համակարգ է, որ ձեր բոլոր նշածները մտնում է դրա մեջ։ Այսինքն միայն սպառազինություն, եթե գնենք, սպառազինությունը միայնակ չի կռվելու։ Միայն բանակը պատրաստենք, բանակը 20 թվականին ցույց տվեց, որ միայնակ չի կարա։ Աշխարհում ոչ մի բանակ չկա, որ միայնակը կանա առանց հասարակության մոբիլիզացիայի։ Այսինքն ընդհանուր համակարգ է, որը ամբողջովին պետք է պատրաստես, որպեսզի ունենաս իրական խաղաղություն։ Երբ որ դու բանակդ պարապացնում ես, հասարակությունդ պարապացնում ես, սպառազինությունը համապատասխան գնում ես, ամրաշինական աշխատանքները կատարում ես, ինքը քեզ ոչ թե կռվի ես պատրաստվում, այլ խաղաղության ես պատրաստվում։ Այդ հռոմեական ասացվածքը շատ տեղին է, եթե ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստ լինես պատերազմի։ Ինչ նկատի ունեք ասելով հասարակությունը պարապացնում ես։ Օրինակ 20 թվականից հետո արդեն պարզ էր պատերազմը ցույց տվեց, որ մեր մոտ մոբը ընդհանրապես պատրաստված չի, մոբիլիզացիոն ուժերը, ու սկսեցին եռամսյա հավաքներ, դա շատ հասկացան մոտ 1 տարի անց, 2 տարի անց հասկացան, որ եռամսյա մարդուն չեն կարա 3 ամսով իր առօրյայից կտրեն, տանեն ինքը նորից ծառայի, փոխեցին 25 օրյայի։ Ոնց որ աճ եղավ։ Ու ստացվեց, որ մոբիլիզացիոն ռեսուրսը սկսեցին պատրաստել, բայց այդ պատրաստությունը պետք է ոչ միայն արդեն բանակ ծառայացներին լինի, մեզ պետքա մանկապարտեզից այդպիսի պատրաստություն անցնեն։ Զինվորականի մասին չի խոսք, օրինակ առաջի բուժօգնություն մեզ բոլորիս հարկավոր է, բայց ոչ մեկ չգիտի ով պետք է առաջի բուժօգնություն սովորացնի։ Լիցենզավորում կներեք պետական լիցենզավորում, որպեսզի ես առաջի օգնություն դասավանդեմ, պետական լիցենզավորում չկա։ Դուք ասացիք հռոմեական ասացվածքը, ես մեկ այլ ասացվածք հիշեցի, որը վերագրում եմ Բիսմարկին, բայց իրականում ասել է, գրել է մեկ այլ գերմանացի, բայց կարևորը միտքն է, որ պատերազմում հաղթել է Պրուսիայի ուսուցիչը, նկատի ունի կազմակերպվածությունը, պատրաստվածությունը, ինչ որ խոսում եք։ Համաձայն եք դրա հետ եւ այդ առումով ինչպիսին էր մեր հասարակությունը 20 թվականին եւ ինչպիսին է հիմա։ 20 թվականին մեր մոտ հաղթողի բան կար, մտածելակերպ կար, այսինքն որ ասում են դուխը տեղներ, դա կար։ Բայց մենք 20 թվականից հետո կոտրվավ ու այդ ռազմահայրենասիրական դաստիարակությունը նույնիսկ արդեն բանակից են հանել։ Դասեր կար ռազմահայրենասիրական։ Դա ճիշտ էր։ Շատ ճիշտ է։ Հիմա փորձում են միայն գումարով ամեն ինչը անել, գումարով ոչ մեկ պատրաստ չի իր կյանքը զոհել, էլի։ Հայրենիքի համար դու կարաս գնաս զոհողությունների, բայց գումարի համար շատերը նույնիսկ աշխատանքի չեն գնում, էլի։ Ու այդ ձևակերպումը մեր մոտ կառավարությունը շատ սխալ մոտեցում է անում, որ փորձում է գումարով մարդկանց ներքաշել, օրինակ նույն զինվորական ծառայության, տեսնում ենք մեր բանակում ծառայողների թիվը շատ պակաս է անհրաժեշտից։ Պակաս չլիներ, տղաները ստիպված 70 օր անընդմեջ պոստերում չէին լինի։ Այսինքն ռոտացիա է պետք, չէ՞։ Ռոտացիայից բացի, որպեսզի թվականակը մարդկանց ավելանա բանակում, միայն փողով քաշելը չի լինի։ Մարդկանց մոտ այն տպավորությունն է, որ քեզ ավել փող են ուզում տան, բայց քեզ տանելու են եսին որտեղ։ Իսկ պետքա դա պատիվ լինի ծառայությունը։ Իսկ մեր մոտ այդ պատիվն է ընկել, թե միջև այդ բանակում ծառայելը մեծ պատիվ էր, հաղթանակած բանակում էր, պարտված բանակում շատ դժվար է։ Մեր մոտ չեն կարացել 5-6 տարվա մեջ, արդեն համարյա 6 տարի անցել է պատերազմից, համազգեստը նույնիսկ չեն կարողացել փոխել։ Մենք չենք կարա այդ ջահելներին ասենք 18 տարեկաններին, որ այո, պարտվել ենք, բայց բոլորը պարտվում են, բոլորը հաղթում են, միևնույնն է մեր հայրենիքը մնում է, մեր պետությունը մնում է։ Այդպիսի բաներ չենք կարող ասել երեխեքին։ Միանշանակ կարող ենք ասել, բայց միայն ասելով ռեզուլտատ չենք ստանա։
ասելուց բացի պետք է աշխատանք է տարվի, ես արդեն տեղեկություն ունեմ, որ ռազմագիտություն առարական են փոխում, վերանվանում ուրիշ ու մեջից ռազմական մասը պակասացնում են։ Ինչ տրամաբանություն։ Ես տրամաբանություն չեմ տեսնում, հաջողանալու երևի տրամաբանությունն է, ոնց որ պարտվողական մոտեցումները գնում է Արցախը տանք հանգիստ ապրենք, հետո Սյունիք հեսա տանք հանգիստ ապրենք։ Ալիևին հաջողանալու։ Թուրքին հաջողանալու խնդիր են ամենայն հավանականությամբ լուծում, ես ուրիշ բացատրություն չեմ տեսնում։ 19-րդ դարից սկսած բանակը ոչ միայն վարձկանների բանակ էր, հա, Նապոլեոնից սկսած ասում են Vive la France, այսինքն իրենց երկրի համար, հա, կռվում են։ Եվ եթե դու փողով չես կռվում, դու պետք է ունենաս այլ մոտիվացիա։ Ինչպիսի մոտիվացիա։ Օրինակ իմ համար շատ զարմանալի է, որ Հայաստանում մոտիվացիա չեն գտնում, որտեվ մենք հիմա կայնած ենք լինել չլինելու կամ պայքարում ենք, որպեսզի լինենք այս դժվարին բանում տարածաշրջանում, կամ մեզ ուղղակի ուտում են ու լարում են ստեյս, լավագույն տարբերակը։ Իսկ թուրքը պատերազմի ժամանակ է ցույց տվեց, էլի ինքը ինչ տիպի գազան է, գերի ընկածների հետ ոնց է վարվում, թե 16 թվականին է դա ցույց տվել, թե 20-ին, թե 22-ին Ջերմուկի դեպքերը հիշենք, որ գերի ընկած տղաներին հավաքել էին մի խումբ ու բոլորին գնդակը արեցին, չպետք է մոռանանք, էլի, եթե խաղաղության են գնում, հարց չկա, ես օրինակ պատերազմի մասնակիցն ես մարդ չեմ ճանաչում, ով խաղաղություն չի ուզում, ով այդ սարսափ կոչվածը տեսել է, կողը ինչեր է կատարվում, բայց խաղաղությունը ծնկաչոք չեն մուրում։ Դու պետքա ուժեղ լինես, որպեսզի կարողանաս խաղաղությունը կամ հավասարին կամ պարտադրես քո պայմաններով։ Օրինակ ես 32 տարեկան եմ ու չեմ տեսել մեր մոտ ատելություն դեպի թուրքերը, իսկ իրանց մոտ անդադար դա տեսնում եմ։ Պետք է լինի ատելություն։ Ատելություն չպետք է լինի, բայց երբ որ իրանց մոտ 35 տարի ատելություն են սերմանել դեպի հայերը, ձեր ասած մանկապարտեզից սկսած։ Հա, մանկապարտեզից սկսած, երբ որ գիշերը քնած հայ սպային կասնահարած Ռամիլ Սաֆարովին ազգային հերոս են ճանաչում, ու ինքը արդեն ծառայության մեջ բարձրացել է գնդապետ է, եթե չեմ սխալվում։ Գնդապետ է։ Հա։ Ասենք այդ մարդկանց հետ, որպեսի խաղաղ ապրես, միշտ ձեռդ պետքա մահակ ունենաս։ Ամեն նավսյակի случай ռուսական ասած։ Չգիտեմ որքանով է դա ձեր թեման, առաջ կային կապելաններ, գնդերեցներ, հա, բանակում։ Հիմա մեր իշխանությունը որոշել է դա հանել։ Համաձայն եք այդ քայլի հետ։ Իրականում համաձայն չեմ, որտեղ շատ կարևոր դեր են խաղում կապելանները, գնդերեցները։ Հիմա փորձում են եկեղեցուց անկախ անեն, իսկ եկեղեցու դեմ էս արշավը ուղղված է Սփյուռքի դեմ։ Ուզում են Սփյուռքից կտրվեն 18 թվականից, երբ որ փակեցին արդեն Սփյուռքի նախարարությունը, դարձրեցին մի գրասենյակ, մեծ նախարարությունը փոքր գրասենյակով փոխեցին, այն դեպքում, երբ որ մեր բնակչությունից 3 համարյա 2.5 անգամ շատ դուրսն է ապրում, Սփյուռքում ապրում, ու այդ պոտենցիալից չօգտվելը նշանակում է շատ մեծ խնդիրների առաջ ենք մենք կանգնելու։ Ու կապեր գնդերեցների ինստիտուտն է փակելը, դա նշանակում է բարեհոգեբանական վիճակը ավելի վատացնել։ Մեր մոտ օրինակ պետքա գնդերեցը արդեն գծվեր բարեհոգեբանական գծով տեղակալներին, հենց աշխատախմբի մեջ հոգեբանների հետ միասին, իսկ իրանց որոշեցին հեռացնել կամ իրանք վերցնեն արդեն եկեղեցական կոչում չունեցող մարդկանց։ Ոնց։ Շատերին առաջարկել եմ մնան, բայց եկեղեցուց պետքա դուրս գան։ Եկեղեցին են ուզում քանդեն։ Մեր հայրենիքում ցավոք սրտի աշխատող ինստիտուտներից միակը, որ մնացել է, չեմ վախենա ասեմ, որ միակն է մնացել, դա եկեղեցին է։ Այդ ինստիտուտը, երբ որ դու խփում ես այդ հիմքին քո պետության, նշանակում է ուզում ես վերջացնես քո պետությունը։ Սամվել Կարապետյանը մեծ հետ խմբագիրներից հետ հանդիպան ժամանակ ասաց, որ ծրագիր ունի դաշինքը ծառայությունը կրճատել 1.5 տարուց 1 տարում։ Դա աշխատող տարբերակ է եւ ինչ հաշվարկներ կան դրա տակ։ Դա աշխատող տարբերակը համապատասխան համակարգային լուծումներից հետո։ Միանգամից չենք, եթե իշխանություն գալիս ենք, չի նշանակում միանգամից 1 տարի է դառնում։ Օրինակ, եթե ԿՊ-ի այդ քայլը նայենք, 1.5 տարի
Հայկ Սարգսյանն առաջարկել, բայց ընդհանուր համակարգային լուծումներից հետո վերցրել են պոպուլիստական այդ 1.5 տարին ու փաստացի բանակը կրճատել են։ Մենք այդ տարբերակով չենք գնալու։ Ծառայության տարբեր ձևեր կա։ Այդ ժամկետային ծառայության մասին է, որ 1 տարի է լինելու։ Դրանից հետո կա պայստազորային ծառայություն, ակտիվ ռեզերվ կա, տարբեր լուծումներից հետո հնարավոր է իջացնել 1 տարի ժամկետային ծառայությունը դարձնել։ Սովետի համակարգը ինչպես էր, որը պահպանվել էր ամենայն դեպս Հայաստանում, կես տարի ու չեպ կա, հետո գնում են ծառայելու։ Դա պետք է պահպանվի, թե դա հնացել է։ Սովետական բանակի շատ բաներ կար, որ մինչև հիմա աշխատում է, բայց մենք վերցրել ենք մեծ բանակի այն ամենավատ մասերը։ Մենք պետքա վեկալենք, մենք այնց ենք պահում ես, ոնց որ ունենք 200 միլիոն մարդ ու անդադար մարդկային արժեքը չեն գնահատում։ Մեր մոտ պետքա մարդը գերագույն արժեք դառնա։ Դրա համար արդարությունը պետք է բուրգի գլխին արդարությունը լինի, արդարությունը, սոցիալական արդարությունը, ինչա այս իշխանությունները իրականում խոստացել էին, երբ միակ իշխանությունն է եղել ԿՊ-ն, որ խոստացել էր սոցիալական արդարություն, բայց տեսնելով աղքատության աճը երկրում ու իրանց հարստանալու տեմպերը, ամենամեծ սուտը իրանք են բերել մեր երկիր։ Հասկանալու համար անվտանգության խնդիրները պետք է հասկանալ, թե ինչպիսին է պատերազմը, հա։ Հիմա երկու տիպի պատերազմ է ընթանում, ռուս-ուկրաինական եւ Իսրայել-ԱՄՆ-Իրան։ Եվ այդ պատերազմներում դրոնները, հրթիռները առաջին պլան են գալիս։ Այդպիսին կլինի պատերազմը հետագա տասնամյակներում կամ տարիներում։ Դժվար է ասել, որտեղ միշտ հարձակվողն է որոշում ոնց է լինելու։ Մենք քանի որ պաշտպանվող դերում ենք, օրինակ 20 թվականից հետո մեր վրա դրոնային, որ մենք բայրակթարներից սարսափում ենք, չնայած դա վիդեոներով էր զուտ, 64 հատ խոցում կա հաստատված, որ բայրակթարն է արել, ընդամենը 64 հատ։ 22 թվականին մեր դեմ հատուկ ջոկատայինների սխեման օգտագործեցին, ներթափանցում էին, շրջապատում էին ու ընդհանրապես դրոններ չեն օգտագործել։ Շատ մեծ հարցական է հաջորդը ոնց կլինի։ Օրինակ ռուս-ուկրաինականի փորձից մեզ պետքա վերցնել ինժեներական աշխատանքը, նույն Իրանի փորձից։ Իրանին անդադար հարվածում են, ավիահարվածներ են ուղարկում, բունկերներ ջարդող հրթիռներ են օգտագործում, բայց Իրանը դեռ ոտքի վրա է։ Նույնիսկ ծնկի չի, չէ, ոտքի վրա է, որովհետև այդ բունկերները ինքը որ սարքել է, մեր մոտ են էլ այդ փորձը անում, բունկերները որ սարքել է, սարերի մեջ է, բացի այդ բետոնի շերտը, ինքը իր վրից բնական գրանիտե շերտ ունի։ Ժայռը, այսպես։ Ժայռը, հա, այդ ժայռը չի կարա ծակի, այդ ռումբերը նախատեսած չեն ժայռերը ծակելու, հա, 60 մետր խորանում են, բայց բետոնի հաշվարկով է։ Մեր մոտ սխալ մոտեցում արեցին։ Եթե իհարկե փոխեն այդ մոտեցումը ու դառնա այդ իրանց սարքած ամրոցները կազարմաներ, զորանոցներ, ես կասեմ, հա, լավ լուծում է կամ վատ լուծում չի, բայց հիմա երբ որ դու սարքել ես ահռելի մեծ, այն որ 1000 կիլոմետրից երևում է բունկերներ ես սարքել ու փորձում ես դա ներկայացնել, որ ես իմ տեսեք ինչ եմ հորինել, այդ ամրոցների դարը 20-րդ դարում արդեն վերջացավ։ Ինքը ոչ մի հարց չի լուծում, ու եթե տեխնիկական լուծումներին նայենք, ինքը շատ թույլ բաներ արած։ Ինչ առումով, որ օրինակ կրակակետերը նույն բարձրության վրա են իրարից, ասենք կոնկրետ հեռավորությունների վրա։ Եթե կարանան իրենք պուշկեքով, հրանոթներով դզեն մի պատուհանը վերացնեն, մնացածը արդեն 1-ից 1 խփելու են։ Դա 6 տարում է վերջին ստեղծվել, թե ավելի շուտ։ Ստեղծվել է վերջի 3 տարում, 3 տարի էլ չկա։ Ես մի կազմակերպության փոխնախագահ եմ եղել, ՈՄԱ ողջ մնալու արվեստ կազմակերպության, ու 22 թվականին, երբ որ մենք բարձրացանք ջերմուկի դիրքերը սեպտեմբերյան դեպքերին ու տեսանք էլի մենք պետք է գանք նորից լապատկով դիրքեր փորենք, այսինքն 20 թվականի դասը չենք քաղել, որ առաջի գծից բացի պետք է հետևը լիքը գծեր լինեն պաշտպանական ստեղծած։ Միտք հղացավ մեր ղեկավարի մտքում, Վովա Վարդանովի մտքում, որ պետքա փակ կրակակետեր ստեղծի։ Ինքը մտածում էր արել են արդեն, որտեղ այդ առաջարկները արել է։ Ու ասեմ, մինչև 24-25 թվական իրանք այդ փոքր կրակակետերը 2 հոգու համար նախատեսած չեն իրականացրել։ Ու
սկսեցին այդ մեծ ամրոցները սարքել, որտեղ հայրից բացի ինչ ազգասես աշխատել է Թուրքմենստանից, Պակիստանից ու այդ ինֆորմացիան շատ մեծ հավանականությամբ հասել է թե ինչից են պատրաստել, հասել է արդեն մեր հակառակորդին կամ թշնամուն։ Մարդիկ ինձ թվում է սխալ մտածում են, որ առաջիկա պատերազմը կլինի այդպիսին, որ մարդիկ զինվորները բունկերներում նստած են, տենց կնոպկեք են սախնում եւ ոչ ոք այսպես գետնի վրա չի կռվում։ Դա սխալ պատկերացում է։ Միանշանակ սխալ պատկերացումը կարող է հրթիռներով փորձեն ինչ-որ հող նախապատրաստեն, որ զինվորը գա, բայց դա չի նշանակում, որ առանց զինվորի այդ պատերազմը լինում։ Նույն դրոն քշելու համար երկար պատրաստվել է պետք։ Դու հա կարաս տանը նստես էդի պատրաստես, բայց ես շատ քիչ մարդիկ գիտեմ, ովքեր այս դասեր են անցնում։ Օրինակ տարբեր ռազմահայրենասիրական կազմակերպություններ կան, ովքեր դրոն քշել են սովորացնում, անվճար հիմնականում։ Ու երբ որ նայում եմ ինչ քանակների մարդիկ են գնում, շատ ցավալի է մեր համար, մենք չենք կարողանա նույնիսկ տունը նստած դրոնային պատերազմ տանել։ Նույնը բանակում այդ խնդիրը կա։ Բանակն էլ չի կարողացել այդ հարցը լուծել, որ դրոն քշողներ գոնե շատ ունենան։ Կապ չունի ինչ տեսակի դրոն է։ Այդ հարցը շատ դժվար է մեր մոտ լուծելը, որովհետև այդ ռազմահայրենասիրական դաստիարակությունը գցել են աղբար կղը, որոշել են, որ դրանով չեն զբաղվելու, փողով կարան մարդկանց առնեն։ Ամեն մեկը իր արշինով է չափում, ամենայն հավանականությամբ իրենց փողով հնարավոր է առնել, դրա համար էլ իրանք այդ տեսակետով են մոտենում մնացած։ Դրոնների մասին մենք պարտվեցինք այն պատճառով, որ Թուրքիան դրոններ ուներ։ Ոչ, դրոնը ընդհանրապես զենքի տեսակ է, մենք էլ Իսկանդերներ ունեինք, Սմերչ ունեինք, որ մեկն ենք օգտագործել ճիշտ նպատակին։ Դե Իսկանդեր ասում են 10%-ով պայթել է, հետո դա միայն անգրագետը կարա ասի, ոնց է չափը, որ 10%-ն է բանեղը, չգիտեմ իրան ով է ինչ զեկուցե, բայց ինքը այդ ոլորտում միլիոն% անգրագետ է, ռազմական գործից ընդհանրապես չի հասկանում ու ցավոք սրտի մեր գերագույն հրամանատարն էր 20 թվականին։ Ու դրոների պատճառով մենք չենք պարտվել, մենք պարտվել ենք, որովհետև վախեցել էին իրանք ու մինչև հիմա վախեցած են։ Արդեն պատերազմի վերջի 10 օրը մեր մոտ այն վիճակն էր, որ ով որ ավելի շատ կդիմանա, ինքն էլ կհաղթի։ Իրանց զորքերը արդեն շատ էին հեռացել իրանց թիկունքային ծառայությունից ու իրանց սպասարկելը շատ դժվար էր։ Կոմունիկացիաները, հա։ Կոմունիկացիաները դժվարացել էր, շատ էր իրանց համար դժվարացել։ Մենք սեղմվել ենք, մեր համար ամեն ինչը շատ հեշտ էր։ Ու եկել ենք արդեն սարերի մեջ, լեռնաանտառային տարածքներ ենք եկել, որտեղ շատ դժվար է լինելու պատերազմել։ Այնա նույն Ալիևը 21 թվականի մի հարցազրույցում ասաց, որ եթե հանկարծ մենք այդ չստորագրենք, մենք հաստատ Բերձորն ու Քարվաճառը չենք կարանալու։ Եկել ենք արդեն այդ սարերին ու մենք կանգնելու ենք։ Իսկ մեր կառավարությունը վախից Քարվաճառը առանց կռվելու են տվել։ Դե հենց այդ եմ ուզում ասեմ, վախից ելնելով, իրենց չգիտեմ ինչ են վախցրել, թե էլի փողով են չափել, չեմ կարող ասեմ, դա հետագայում կիմանանք։ Ստորագրությամբ, ուղղակի ստորագրությամբ այն դեպքում, երբ որ Քարվաճառում ընդհանրապես դիրք չկա, նույնիսկ դիրք չկար, որ գրավել էին թուրքերը, սկզբի 2 օր ինչ դիրք վերցրել էին, հետո մերոնք հետ էին վերցրել։ Ու եթե քաղաքական կամք լիներ, մենք կարայինք այդ կողմից հակահարձակում էլ անենք։ Նույն Շահումյանի շրջան կարայինք դուրս գայինք։ Պատերազմը միայն այն որ պաշտպանական դոկտրին ունենք, չի նշանակում պետք է անդադար sense պաշտպանվես բոքսով, եթե նայենք, նույն եթե հիշենք կինոներով Ռոկի Բալբոա կինոն, որ հիշենք, ինքը պաշտպանում, վերջում մի հատ հակահարված էր տալի։ Մեր մոտ այդ հակահարվածը նես ստացվեց, որ ջրականի ուղղությամբ որոշեցին այդ հակահարված անեն ու մեր գլխավոր բլոգերը Վարչաբենդի թմկարը ինչքան տեղյակ եմ մի օր շուտ ասեց, որ հակահարված ենք հասցնելու հարավային ուղղությամբ։ Ինքը իր հոգով մնացել է լրագրողը, էլի մնաց, ինքը ուզում է նորությունը ինքը տա, նորությունը ինքը տա։ Սենսացիա։ Հա, էլի։ Մեկ այլ պատճառ, Վաղինակ, ասում են, որ Ռուսաստանը պետք է փակեր մեր օթերը, հա, հոպը, եւ չփակեց։ Դրա համար պարտվեցինք։ Էդի ով է ասում։ Դե չգիտեմ, այդ մենք ընդհանուր հոբ համակարգ ունենք, կառավարման կենտրոն ունենք, բայց դա չի նշանակում, որ ռուսն է այնտեղ որոշում կայացնում։ Ռուսը որոշում կայացնում է համատեղ
հայերի հետ Հայաստանի Հանրապետության սահմանների։ Այսինքն Արցախի Հանրապետությունը, քանի որ ֆիկտիվ բաժանված էր, ռուսը ընդ ոչ մի իրավասություն չուներ ու մեր հոպը վատ է աշխատել, բայց աշխատել է, ինչքան հնարավորություն ունեցել, աշխատել է, որտեղ համակարգը լավը չէր։ Այսինքն ոչ գիտակ մարդիկ, երբ որ կառավարում են ու գնումները իրանք գնում ջարդոն են առնում Հորդանանից ու բերում են ասում են տեսեք ինչ լավն է, բայց ջարդոն էր, մենք այդ տեխնիկաների վրա աշխատել ենք։ Ես հոպից եմ, էլի, ընդհանուր։ Դուք այդտեղ եք ծառայել։ Ես ԱՍԱԿ-ի դասակի հրամանատար եմ առանձին եղել, առանձնակի դասակի հրամանատար եմ եղել, զորացրվել եմ սեպտեմբերի 6-ին ու արդեն սեպտեմբերի 29-ին կամավոր գնացել եմ Լեռնահրաձիկ որպես Վաշտի հրամանատար։ Պատերազմին որպես հոպավոր չեմ մասնակցել, բայց իմ ընկերները բոլորը հոպում էին։ Ես շատ լավ տեղյակ եմ, որ ինչ տիպի կռիվ են տվել իրանք։ Հնարավոր բոլոր ձևերով են կռվել։ Բայց երբ որ անգրագետ կառավարում է գնում, ու մենք հիմնական խնդիրը բանակի եղել է, որ ԳՇՊՏ-ի հրամանին օրինակ չեն ենթարկվել պաշտպանության բանակում, ըստ իմ տվյալների, ստեղից ասել եմ մենք դիվանագիտորեն կպայմանավորվենք։ Դրա համար զորամասերից չեն հանել։ Ես չգիտեմ այնտեղ ինչեր է կատարվել։ Իրանց հարմար, երբ որ եկան 18 թվականին հրամանատարությունը օրինակ նույն ՊԲ-ում սարքին իրանց հարմար մարդկանց դրեցին, որոնց հնարավոր է շատ հեշտ կառավարել։ Ու հիմա էլ վեկալ է դատում են բոլորին։ Հիմա հոպի մասին գիտեք իմ տպավորությամբ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները շատ ավելի բարձր տեխնոլոգիական բաներ են հասել, քան Իրանը, բայց այնպես չի, որ շեշտակի ինչ որ առավելություն ունի հակաօդային պաշտպանությունը մեկի մյուսի նկատմամբ։ Իրականում ունի շեշտակի առավելություն, ուղղակի ամեն դուռ բացել հնարավոր է, էլի համապատասխան միջոցներով։ Իրանը հասկացել է, որ այդ հզոր Իսրայելի հզոր հոբ համակարգը կարա ճեղքի քանակի միջոցով։ Ինքը մեծ քանակի էժանագին դրոներով, էժանագին հրթիռներով իրան տնտեսական վնաս է տալի։ Այդ Patriot-ի ամեն հրթիռը շատ լուրջ գինարժ է։ Այո։ Ու իրանք ծախսում են օրինակ ենթադրենք $1 միլիոն, ծախսում են 30,000-անոց դրոն խփելու համար։ Դա պատկերացրեք քանակները ինչքան է Իրանը ուղարկում, ընդ ինչքան փող են ծախսում։ 1 միլիոնով ինքը վարի է տալի ընդ 100 միլիոնի տեխնիկա։ Զուտ իրան խոցելու համար։ Ու հոպը միայն իհարկե քիչ է։ Հոպով չես կարա բանակները չափես։ Օրինակ նույն Բաքվի Հանրապետությանը, եթե մեր դեմ են կռվում, հոպ միջոցներ հարկավոր չէր։ Ընդհանրապես հարկավոր չէր։ Հենա մենք գնացինք Su-30-ները, որը իմիջայլոց 12 թվի պայմանագրով ա եղել։ Այդքան տարի, 6 տարի ձգել են, ինչ որ մի պատճառով են ձգել։ Պատճառը ես կարամ ասեմ, որտեվ երբ որ մենք առանք Su-30-ները, թուրքը մի անգամ Su-35-ի պատվեր տվեց։ Էլ ռուսներից։ Ռուսներից, հա։ Չգիտեմ այդ պատվերը կատարել են թե չեն կատարել, բայց մենք այդ ոնց որ փակել էինք այդ բլոկը, որ ինքը ավելի ուժեղ ավիացիա չունենա։ Հա։ Վերցրեցինք Su-30-ները, Վարչաբենդի թմկար այն ժամանակ ուժեղ բլոգեր էր, գնաց նստավ մեջը նկարվեց, բան արեց ու վերջ։ Պատերազմի ժամանակ ընդհանրապես չենք օգտագործել։ Իսկն PR-ի համար է դա արվել, որ տեսեք մենք կարում ենք սա անենք առանց մտածելու։ ԳՇՊՏ-ը օրինակ ես վստահ եմ, որ դեմ է եղել այդ ինքնաթիռները գնելուն։ Իշխանությունն ասում է, որ ռազմական բյուջեն 3 անգամ մեծացրել է։ Մենք որտեղ պետք է դա տեսնենք։ Օրինակ պետք է տեսնենք, որ նույն ջերմոկից ադրբեջանական զորքը գնա։ Այսինքն եթե այդքան հզոր ենք, ինչ որ մի բան պետք է երևա, չէ՞, գետնի վրա։ Գետնի վրա ցույց են տալու, հեսա ինչ ունեն գնաց, բերելու են ցույց տան ամսի 28-ին, հիմա ամեն ձև փորձում են գովազդել դա, բայց իրականում եթե նայենք թվերով, օրինակ մենք կորցրել ենք մեր հրետանու 60%-ը, հոպի 50%-ից ավելին, տանկերը էլի 60%-ը մոտավոր, դի 20 թվականի տվյալն է, թե Արցախում ինչքան ենք թողել, մոտավոր եթե 20 ու 23 թվականները հաշվենք, մոտ 10 միլիարդի տեխնիկա ենք մենք կորցրել։ Դրան փոխարինել են ըստ իրանց 8 միլիարդի, բայց իրականում գնումները որ նայենք շատ չնչին գումար է դառնում, էլի 8 միլիարդի, ասենք, չգիտեմ, մաքսիմում 1 միլիարդը կամ կարող է 2 հասնի։
ու դրանով մենք չենք կարող, մեզ քանակա շատ պետք ու մոբիլ տեխնիկա է պետք։ Իրանք բերել են շատ քիչ քանակի։ Մոբիլը որն է։ Մոբիլ, որ արագ տեղաշարժ կանակատարի։ Օրինակ, ես իրանց տեղը որ լինեի, այդ գումարները ինչքան պարտքով վերցրել են, կդնեի ռազմարդյունաբերության մեջ։ Իսկ մեր մոտ ռազմարդյունաբերությունը ցույց են տալի, մտում տեսեք ինչքան փող ենք ծախսում, բայց այս տարի օրինակ այս 4 ամսվա համար նախատեսած 800 միլիոն դրամը 0 դրամ է ծախսվել։ Հիմա պարադա լինելու ասացի, կարծում եմ Ադրբեջանից եւ Թուրքիայից թույլատվություն են վերցրել այդ պարադանելու, ասելով, որ մենք կռվելու համար չենք պար, մենք ընտրվելու համար ենք պարադանում, որ մարդկանց աչքին թոս փչենք։ Ինչ հետևանք կունենա այդ պարադը։ Բոլորս է հասկանում ենք, էլի, որ այսի լրիվ ընտրությունների համար է այս պարադը, որտեղ հեսա 35 ամյակն է լինելու սեպտեմբերի 21-ին, վստահ եմ հանկարծ, եթե ասված չանի, իրանք հանկարծ չգիտեմ ինչ լցոնումների բանով մնան իշխանության, բառը չեն անելու։ Կամ բոլորից բռնեն։ Դե ամենայն հավանականությամբ իրանք հիմա էլ այդ քայլերն են անում, որտեղ թմերը ուժեղ աշխատում են, այդ թմերին ձերբակալում են, ստուգումներ ա գնում, երեք օրինակ Տաշիրում 101 հոգու տուն են խուզարկել։ Մի խոսքով պարադը բարձա որ թույլտվությամբ ա եղել իրանց գլխավոր շեֆի, որտեղ ցավոք սրտի մեր իշխանությունը ահա որ տիպի վախեցած է մեր հարևան երկրի իշխանությունից, ահա որ տիպի։ Էդի որ իրար կողք երբ որ լինում են, նայեք այդ բեղավոր Բաքվի Հանրապետության նախագահի ու մեր վարչապետի թեմ կարի պահվածքը երևում է որ ինքը վախեցած է։ Ինքը ծեծ է կերել ու գլուխը միշտ այսպես կախ, հենց սկզբի վիդեոներում եմ այսպես էր նայում, էլ նեղացած պահեր մոտը։ Երևի բան էին պայմանավորվել, Ալիևը չէր արել ու պարադին հիմա տարբեր տեխնիկաներ են բերել մարտական հերթապահությունից հանելով։ Այսինքն ցավոք սրտի քանակը քիչ է, անբավարար է քանակը մեր պաշտպանության համար։ Ու ես լուրջ եմ ասում, այդ իմ համար շատ ցավալի է, որտեվ հանկարծ աստված չարածը կռիվ լինի, ես եմ էլի կռվի դաշտ գնալու, այդ փոքրիկ խմբակից ամենայն հավանականությամբ ոչ մեկ չի լինելու այնտեղ, ոչ է իրանց մոտիկներից է մարդ լինելու։ Ու իմ համար շատ մեծ ցավ է, որ ես իմ ընկերների, իմ հայ ազգի հետ էլի հայտնվելու եմ մի իրավիճակում, որտեղ զենքը հիմա շատ ավելի վատ իրավիճակում ավելի ճիշտ, որ զենքը շատ քիչ է, հələ չեմ ասում զինամթերքի մասին։ Օրինակ ֆրանսիական այս Սեզարները, որ Ֆրանսիան նվիրել է, թե ծախել է, չգիտեմ, իրանք դա BMP է։ Չէ, ինքը ռեակտիվ հրթիռային համակարգ է, սամախոտնի արտիլերիա է, էլի, ու ինքը շատ լավն է, անկեղծ ասած, շատ լավն է, բայց իր ռեմոնտը օրինակ Ֆրանսիայում է մենակ անում, կամ պետք է համոզես ընդեի գործանագազ, թե Իսկ այդ արտիլերիայի համար արկեր պետք չեն։ Միանշանակ պետք են ու նույն Սեզարը շատ կախված է արկերի որակից, այսինքն եթե իրանց գործարանային արտադրությունը չի, կարող գարանտիայից էլ լինի հելնի էդի ու շատ մեծ հավանականությամբ վնասելու է իր ստվոլին։ Համենայն դեպս իր թղթերով տենց է ասված։ Նույն հնդկականները ինչ գնել են, մենակ Հնդկաստանն է օգտագործում ու առաջի էքսպորտը երևի Հայաստան է եկել։ Վերջին հարցը, որպես զինվորական խնդրում եմ պատասխանեք, երբ որ ասում են զինվորին, կռվածին ասում են ինչու դու չես զոհվել։ Միթե զինվորի նպատակը զոհվելն է։ Ես որքան հասկանում եմ, զինվորի նպատակը հակառակորդին ոչնչացնելն է եւ ողջ մնալը։ Ճիշտ եմ հասկանում։ Միանշանակ ճիշտ եք հասկանում։ Իմ համար դա աբսուրդ է եղել այդ հայտարարությունը։ Հա, վարչապետի թեմ կարը մի անգամից լավ ներողություն խնդրեց, բայց մի հատ նախարար ունի Սուրեն Պապիկյան անունով, այնի չէր հասկացել, որ պետք է շարունակի։ Էլի կրկնեց, մյուս օրը հելավ ասեց, ես ուրիշ բանի նկատի ունեի, բայց փաստացի, երբ որ դու ցանկանում ես քո ազգի ներկայացուցիչը կապ չունի, իրան սիրում ես, չես սիրում, զոհվի, դու թշնամուց ոչ մի բանով չես տարբերվում։ Այսինքն, ես ինչ վստահություն պետք է ունենամ, հիմա ասենք հենց այսօր պատերազմ սկսի, ոնց եմ գնալու կռվի դաշտ, այս խոսքերից հետո։ Մանավանդ երբ որ տենում եմ ոնց են իրանք վերաբերվում զոհվածների ծնողներին, մահացածի անհատ կորածի քրոջը, նույնը ես կարամ ին վրա պրոյեկտեմ, աստված չանի, ես այդ վիճակում հայտնվում, իմ ընտանիքին է նույն ձև վերաբերվելու։ Ես տենց բան չեմ տեսել։ Մեր
գումարտակը 10 հոգի զոհ է տվել ու մենք իրենց ընտանիքներին ես միջև չեմ ճանաչել, բայց ասենք իրենց ընտանիքների հետ արդեն ընկերություն եմ անում։ Այսինքն իրենց զոհը ապարդյուն չի կարա համարվի երբեք, էլի, ու մեծարում ենք այդ մարդկանց, ամեն ինչով կարողանում ենք, փորձում ենք օգնել բացը լրացնել, էլի, իրենց տված զոհի բացը փորձում ենք լրացնել։ Իսկ Երիշխանությունները ասում են դե գնայք սաղը զոհվեք, մենք հանգիստ կապրենք։ Երևի ուզում են հենց այդ բանն է, մեսիջներ մեջը։ Օրինակ շատ մեսիջներ է լինում, երբ որ հելնում են թուրքերը ինչ-որ բան են ասում, մյուս օրը մեր իշխանությունները գոնե հերքեն, ասեն, «Էս ինչ եք խոսում»։ Կրկնում են մի քիչ ուրիշ ձևով։ Մի քանի օր առաջ Հաջիևը իրենց Բաքվի փոխնախագահի օգնականը հելավ ասեց, որ 300,000 Բաքվի թուրք բնակեցման կարիք ունեն 90-ականներից։ Իսկ ես օֆիցիալ թվերը որ նայեցի 149,000 թուրք է մեր մոտից գնացել, կամավոր բոլորին էլ փոխհատուցում է եղել գումարային։ Այսինքն իրանք հետ վերադառնալու բան չկա, էլի, պետք է արդեն գումարով հետ վերադառնան։ Դրա մասին խոսում է, որ 300,000 հիմա էլ կան։ Մյուս օրը վարչապետի թմկարը բանի ժամանակ Քարոզ Արշավի ժամանակ ինչ-որ խոսակցություն է բացում բանից, որ Հայաստանում երբեք հայկական պետություն չի եղել ու հայերի թիվն էլ 90%-ից ավել չի եղել։ Այսինքն իմ համար, երբ որ այս երկուսը գումարում ենք, դառնում է, որ ինքը հող է նախապատրաստում թուրքերի վերադարձի համար։ Ու երբ որ Արևմտյան Ադրբեջան խոսույթ է գնում Իլհամ Ալիևի մեծ հովանավորչությամբ Նախիջևանում սամիտ են կազմակերպում ու մերոնք կարելի ասել արձագանք չեն տալիս, ինչ որ արտգործնախարարությունն է թեթև արձագանք է, որ դա խաղաղության բաների մեջ չի մտնում։ Իսկ ո՞րն է խաղաղության ռամկեքի մեջ այդպես ասած մտնում մեր գերիները, որ այդքանին պահում են որպես վայնի տրաֆե մի հատ ներկայացնում են, թե այդ շահիդների հրապարակում մեր տեխնիկան։ Երևի ընդ ավելի շատ գումարային առումով տեխնիկա կա, ինչքան ցույց են տալու մեր պարադի ժամանակ։ Ո՞րն է այդտեղ խաղաղությունը։ Կամ Արցախում մեր վանքերը ոչնչացնելը։ Հա, Արցախում վանքերը ոչնչացնելը հերիք չի, մի հատ էլ իրանց Փաշազադեի օգնականը հելնում ասում է 500-ից ավել մսկիթ է եղել Արևմտյան Ադրբեջանում ու իրանք պետքա վերականգնեն, որ մենք կարողանանք հետ գանք։ Դա նույնիսկ իրանք չեն ուզում գումար ծախսել, հա։ Իրանք պարզ ասում են, որ նրանք խաղաղություն չեն ուզում, չէ՞։ Իրանք պարզ ասում են, որ ախորժակը ուտելու ժամանակ բացվել է, այն ժամանակ թե Արցախ էին ասում, պայմանավորվեցին, թե ինչ եղավ, փաստացի պայմանավորվել են, որտեղ Փաշինյանը իր խոսքերով ասել է, որ ես ուզում եի բան անեի, ոնց որ, բայց հետո ասեցին ինձ դավաճան կա, ես ինձ դավաճան, ինչ չէ, ժողովուրդը ինձ դավաճան կանվանի, դրա համար պատերազմը շարունակեցի, հետո կանգնացրեցի։ Այսինքն ինչ-որ պայմանավորվածություն իրաց մեջ եղել է, Բայրամովի ինքնակենսագրականն է, որ կարդակ, մեջը ասում է, որ 18 թե 19 թվականին առաջին հանդիպման ժամանակ մեր վարչապետի թմկարը մի անգամից ասել է, ինչ պետքա կանենք, 0 կետից ենք սկսում, կապ չունի ինչ են բանակցել, ոնց են բանակցել, մենակ խաղաղություն լինի, ինչ պետքա ձեզ կտանք։ Ու ինչա տեղի ունենում, մյուս հանդիպման ժամանակ ասում է, չէ, ինձ կգնդակարեն, ինձ դավաճան կասեն, այդպես չի լինի, մի անգամից, այսինքն ինքը շատ թույլ դիվանագետ է։ Իսկ մեր կետերից, անվտանգության կետերից առաջինը դա ուժեղ դիվանագիտությունն է։ Ուժեղ դիվանագիտությունը մեր Ալեն Սիմոնյանը հելնում ասում է մեր անվտանգության գլխավոր երաշխավորը Ադրբեջանի Հանրապետությունն է։ Դա աբսուրդ է, էլի, մանավանդ երբ որ ագրեսորն է վերջի քանի տասնամյակի ագրեսորը այդ նորաստեղծ հանրապետությունն է, իր վրա հույսը դնելը ինքնասպանության նման է։ Այսինքն մեր հույսը պետքա լինի մեր բանակը, մեր հասարակությունը պատրաստված ու ինչու նաև ոչ մի քանի երաշխավոր հզոր պետություններ։ Օրինակ նույն տրիպի, երբ որ Տրամպը ստորագրել է, ինքը այդտեղ որպես վկա է, երաշխավոր չի։ Այսինքն այդ ճանապարհը, որը անդադար Ալիևը շարունակում է ասել Միջանցք, Զանգեզուրի Միջանցք, իրանց միջին Միջանցքի մաս Զանգեզուրի Միջանցք, դա նշանակում է, որ շատ մեծ խափում են էլի, հերթական անգամ այս 8 տարվա մեջ չգիտեմ որերորդ անգամ խափում են։ Ու երբ որ Արցախի Ստեփանակերտի վերածննդի հրապարակում վարչապետի թմկարը այն ժամանակ դուխով տղա էր թրաշով բանով հելնում ասում էր Արցախը Հայաստանն է եւ վերջ, այս Քարոզ Արշավի ժամանակ
Սյունիքում էր, սկզբում Սյունիքում սկսեց, ուզում էր այդ բառերը նորից ասել, Սյունիքը Հայաստանը մեկ է, Հայաստանի մաս է միշտ եղել, իմ մեջ շատ մեծ անհանգստություն մտավ, որ հաջորդը Սյունիքի մարզն է նվեր գնալու ու նվեր է տալու։ Ու ամեն ինչ դեպի դրան անում, երբ որ դպրոցները անվանակոչելով, որ երեխաներ չեն սովորում, օպտիմիզացիա անենք, փակենք այդ դպրոցները, փաստորեն գյուղերից մարդկանց դուրս է շպրտում դուրս, ասում է գնացեք մեծ քաղաքներ հավաքեք, տեղ է նախապատրաստում ինչ որ բանի համար, ու ինչ որ բանը դա 300,000 սաֆառավներն են ամենայն հավանականությամբ։ Շնորհակալություն հետաքրքրության համար։ Շնորհակալ եմ։ Սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ ես զրուցում էի Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորի տեխնացու Վաղինակ Վարդանովի հետ։